Ամենայնի Աստվածն ես դու, ով արարիչ Հայր Աստված, իմ ցեղապաշտ Աստվածների Աստվածն ես դու, Հայր Աստված, նրան ծառար հայի կյանքից քո սուրբ որդուն տվեցիր, սակայն ինչու քո միակին մարդու մեղքի խաչեցիր, ամեն ինչի մեջ է միտքդ, ամեն ինչից տեղյակ ես, բայց երբ պիտի մեղքի խաչից ազգիս խիղճ իջեցնես, իմ ունեցած ամեն ինչով պատվում եմ քեզ, Հայր Աստված, գիշեր ցերեկ ցեղից ցավից պատմում եմ քեզ, Հայ Աստված։ 1915 թվականի հայոց մեծ եղեռնը մեծ արհավիրք էր հայ ժողովրդի պատմության մեջ։ Նրանում եղած արյունոտ էջերում դեռ ծխում է հայ սրտի կրակը։ Դեռ փոշիացած շեների մոխրի քուլաները նշմարվում է նրանց աչքերում։ Վաղ ապրիլի 24-ին ողջ հայությունը անկախ բնակավայրից իր հարգանքի տուրքն է մատուցում ու պահանջատիրության ջահն է բարձրացնում։ Հայոց մեծ վշտի մասին մեզ հետ իր խոհերով կիսվեց բանաստեղծուհի Սիլվա Սիփանուհին։ Հայոց մեծ եղերնը պետք է ընդունեն ողջ ազգերը։ Պետք է մենք դուրս գանք զոհի եւ զոհվողի կարգավիճակից։ Հիշենք հայտնի մեծ գրող Կրիլովի արակից։ Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավորը, բայց մենք ինչի չպիտի լինենք ուժեղ։ Այս մեծ եղերնը ողջ ազգերի ամոթն է, խայտարակությունն է։ Բոլոր մեծ ազգերի ճակատներին կնքված արյունոտ վերք է, որ երբ էլ լինի պիտի պատասխան տան արարչին։ Աստված եթե ներեց թուրքին գուրի եթերն է գրել, ավելի մեծ պատիժ տալու համար ներեց։ Եվ մենք ներեցինք մեր թշնամուն, գույներումը մահ է բերում։ Ամենաճիշտը, ամենակարևորը միաբանվել է։ Պետք է միաբանվի մեր ժողովուրդը, մեր ազգը, մի բռունցք, մի ուժ ենք դառնալու, որ կարողանանք ապրել այս հողի վրա։ Ամենից առաջ մենք պետք է ունենանք մեր հզոր զինանոցը։ Մենք պետք է կարողանանք մեզ պաշտպանել եւ ողորմություն չխնդրել ուրիշ ազգերից։ Ամենակարևորը դա է։ Ես կուզեմ գուրի եթերից մատուցեմ բոլորին։ Հայոց սանամայր բանաստեղծությունը։ Քույր Արուսյակ իմ աջակից, ձախս մնաց չարից զարկված, իմ արյունը տվի ազգիս, վերքից տեղից լոկ ջուր գնաց, ջուրն ելել է հեղեղարել, իմ խեղճ ցեղը ձերքից գնաց, ով արարի ձերքդ բարի, գերդաստանս հույսիդ մնաց, իմ քրքրված տապան նուր է, քո խորանի լույսին մնաց, թուրք եղերնը ինչ չհաղթեց, ճերմակ ջարդը արցունք ուլաց, իմ նեղորից չարը զարթնեց, հայոց հողս աղկուտ գնաց, հողից բերքը ները խլեց, ավերումը ցեղից մնաց, քույր սանամայր աչիս պահպան, ինձ դավաճան ձախս մնաց, ձախում սիրտս է անպահապան, խոցվեց, ջրի հեղեղ գնաց, ով արարիչ, փրկիչ բարի, ցեղս քո սուրբ նավում մնաց, տապանս ուրի չևանի փրկող սարս նռին մնաց։ Տեղահան եղած մի ողջ ժողովուրդ, ով մերկ ու բոբիկ քայլում էր արաբական անապատի ավազուտներով, քայլում էր իր հետևում թողնելով մարդկային դիակներ, աղաղակող մանուկներ, ուժասպար եղած մայրեր։ Ահա սա է իրականությունը։ Այս սահմարկեցուցիչ տեսարանը ապրած մարդկանցից չկան այսօր, բայց նրանց հետնորդները, չնայած չուզենալով դետալ առ դետալ խոսել, հիշում են մինչ օրս, հիշում հառաչանքով։ Եղերն այնպիսի բան է, որ երևի բոլոր ժողովուրդները եղեր տեսել են, բայց ամենազորը եղել է հայրուն համար, ոչնչացել են հայր, մասսայական։ Սեքու քաչով չեղե, մեկ երկուսի 200 հազարատ եղել են ցեղասպանություն կոչվի։ Ուժեցել են այդ մուսուլմանական մի քանի երկրներ, հազբես Թուրքիան, Ադրբեջանը, շատ թերս են եղել հայ ազգին դիմը, որովհետև հայ ազգը գիտուն ազգ է, խելքը կատարեք, ամեն ինչում կայնաղ, ամեն ինչում տեգեն դուս աշխատանքով իրեն, միայն աշխատանքով։ Իսկ այդ ադրբեջանցիք, թուրքերը չեն ուզոր այլ ազգ առաջ էր տա, այլ ազգը խելք ունենա, կուզենոր գրավեին շաղագործեին, իրեք պերգեին, ուդեին, ուրիշին շաղագործեին։ Հետո ամեն մեկ կազմակերպեն եղերն, մասսական կետային որցան, մասսական, եղերն կետում նշանակում մասսական ոչնչացնել, որ ցեղը վերանա, ցեղասպանությունը դրա համար է, այդ ցեղը հային կուզենոր հային բնաջանչեն լերի ամարդախիլ անեին։ Դու հային դիմացկու ժողովուրդը որ դիմացավ այդքսի արհավիրքներին
շատ արհավիրքներ է տեսել։ Ամենազորը այդ ցեղասպանությունն էր։ 15 թվականի ցեղասպանությունն ուժեղ ցեղասպանություն հեչ մի տեղում չի եղել։ Ինչ է, էլ չդա Աստված, բնություն, աստվածությունը բոլորը էլ այդպեսի բան չդանել, այդպես բան չլի։ Մարդկությունը այդ ցեղասպանությունը չտեսնի։ Այդպես բան չկա, որ ամբողջ ցեղը գուզեմ ոչնչացնել։ Ցեղ, հայ ազին ոչնչացնել։ Ինչի ոչնչացնել։ Քեզ ինչ կենի։ Վերջի ես փոքր էի շատ մամայից ձերքեմ բռնեցի, չգիտեմ հիմա քանի օր եղավ որ գնացինք բան ծովապ։ Վերջը խույներն ագային մեր հետ ասում մամաս պատմում էր ամենաշատը։ Հետո շոքենավ նստանք իջանք ցելանիկ։ 20-րդ դարի ամենամեծ արհավիրքն էր, որ կախվել էր հայ ուսերից։ Չարաբաստիկ տարիների սև կնիքը, որը մինչ օրս մնացել է անպատասխան։ Աշխարհով մեկ սփռված հայերն ապացույցն են մեծ ոճրագործության։ 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը պահվում է նաև մատաղ սերունդների հուշերում, ովքեր այն լսել են կենդանի վկաներից, տատիկ պապիկներից։ Այ տատիկս բազմից է պատմել, թե ինչպես է մարդիկ սայլելով գաղթել, հասել են միջև Արևմտյան Հայաստան տարբեր գավառներ, այնուհետև միջև հասան Արևելյան Հայաստան։ Շատ ժամանակ մարդկանց մտածելակերպը հին է եղել եւ որոշ ժամանակ չեն կարողացել կողմնորոշվել, թե որ ճանապարհով են անցնում եւ այ հենց սայլերով են հատկապես տեղափոխվել, սակայն գաղթի ճանապարհին հայտնվել են թուրքերին, որովհետեւ իրենց գծած ճանապարհով չեն գնացել, այլ ընդհակառակը դեպի թուրքերին են գնացել։ Եղել են դրվագներ, որ լսել եմ սայլի գուն անիվը փչացել է, ծակվել է, այնքան չեմ մտածել, որ կարելի է ոտքով անցնել այդ ճանապարհը, այնքան են սպասել, որ միջև սայլը տղամարդիկ սարքեն, թուրքերը եկել եւ հասել են նրանց եւ տեղում բնաջնջել են։ Նախնական ժամանակաշրջանում որոշ տեղեկություններով, երբ հայերին գաղթեցնում էին, ոչ թե ցեղասպանություն էր վերանվանվում կամ ջարդ, այլ խաբեության միջոցով այսպես մեկնաբանեմ, այսինքն ինչ որ աղետի պատճառով են նրանց գաղթեցնում, որ նրանք այդ աղետին չհանդիպեն, սակայն հետո անապատներում սկսվում էր մորթը։ Շատ դեպքերում հղի կանանց մեծ դաժանություն են գործել սպանելով եւ իրենց երեխաներին, որոնք դեռ չէին ծնվել։ Այ ստիպել է մորը, որ սպանի իր երեխային։ Հայրը այնքան չէ դիմացել այդ ցավերին, որ ինքնասպան է եղել միանգամից։ Թող այլևս չկրկնվեն նման արհավիրքներ, թող ոչ մի մայր չկորցնի իր զավակին, օջախները ծխան, բայց ոչ թշնամու կրակից, սրտեր թնդան, բայց ոչ արհավիրքից, հայի պատմությունը նորից չկրկնվի, ու առիթ չլինի մեկ անգամ ևս կրկնել, եղել ենք, կանք ու պիտի շատանանք։